Մի անգամ Սարի գագաթին 3 փոքրիկ ծառ էին տնկված, որոնք երազում էին, թե ինչ էին ուզում դառնալ, երբ մեծանան։ Առաջին փոքրիկ ծառը նայեց աստղերին, որ ադամանդի պես պսպղում էին վերևում, եւ ասաց. «Ես ուզում եմ գանձեր պահել իմ մեջ, ուզում եմ պատված լինել ոսկով եւ լցված թանկարժեք քարերով, ես կլինեմ ամենագեղեցիկ զարդատուփն աշխարհում»։ Երկրորդ փոքրիկ ծառը նայեց գետակի հոսքին դեպի օվկիանոս ու ասաց. «Ես ուզում եմ մեծ ու հզոր առագաստանավ դառնալ, որ անցնեմ զորեղ ջրերով եւ հզոր թագավորների տեղափոխեմ։ Ես ամենաուժեղ առագաստանավը կլինեմ աշխարհում»։ Երրորդ փոքրիկ ծառը նայեց ներքև Սարալանջին, որտեղ մարդիկ աշխատում էին խիստ զբաղված քաղաքում, եւ ասաց. «Ես չեմ ուզում տեղաշարժվել այս Սարի գագաթից։ Ես ուզում եմ այնքան մեծանալ, որ երբ մարդիկ կանգ առնեն ինձ նայելու, այնքան բարձր լինեմ, որ նրանց աչքերը դեպի երկինք նայի, եւ նրանք ակամա մտածեն Աստծո մասին։ Ես կլինեմ ամենաբարձրահասակ ծառը աշխարհում»։ Անցան տարիներ, անձրևներ եկան, արևը փայլեց, եւ փոքրիկ ծառերը մեծացան։ Բայց մի օր 3 փայտահատներ Սարը բարձրացան։ Առաջին փայտահատը նայեց առաջին ծառին եւ ասաց. «Այս ծառը շատ գեղեցիկ է, այն կատարյալ է ինձ համար»։ Եվ իր փայլուն կացնի ուշտ մեկ հարվածով ծառը գետնին տապալեց։ «Վերջապես ես կվերափոխվեմ շատ սիրուն զարդատուփի եւ իմ մեջ կպահեմ հրաշալի գանձեր», մտածեց առաջին ծառը։ Երկրորդ փայտահատը նայեց երկրորդ ծառին եւ ասաց. «Այս ծառը շատ ամուր է, այն կատարյալ է ինձ համար»։ Եվ իր փայլուն կացնի ուշ մեկ հարվածով ծառը գետնին տապալեց։ «Վերջապես ես կնավարկեմ զորեղ ջրերով», մտածեց երկրորդ ծառը։ «Ես կլինեմ շատ ամուր նավ, իսկը թագավորների համար»։ Երրորդ ծառի սիրտը նվաղեց, երբ երրորդ փայտահատը իր կողմ նայեց։ Նա հպարտ եւ բարձրահասակ կանգնած էր ուղղորդելով դեպի երկինքը։ Սակայն փայտահատը նույնիսկ վերև չնայեց։ «Ինչ ծառ լինի, ինձ ձեռք է տալիս», մրթմրթաց նա, եւ փայլուն կացնի ուշ հարվածով երրորդ ծառն էլ տապալվեց գետին։ Առաջին ծառը ցնծում էր, երբ փայտահատն իրեն բերեց հյուսնի արհեստանոց, բայց հյուսնը չէր մտածում զարդատուփ պատրաստելու մասին։ Փոխարենը նրա չարչարված ձեռքերը ծառից մսուր պատրաստեցին, որից կենդանիները խոտ պիտի ուտեին։ Նախկին գեղեցիկ ծառը չպատվեց ոսկով եւ չլցվեց գանձերով։ Նա պատված էր սղոցուկով եւ լցված խոտով սոված կենդանիների համար։ Երկրորդ ծառը ժպտաց, երբ փայտահատն իրեն տարավ նավահանգիստ, բայց այդ օրը ոչ մի զորավոր նավ իրենից չպատրաստվեց։ Փոխարենը նախկին ուժեղ ծառը սղոցեցին, մեխեցին եւ մի հասարակ ձկնորսական նավակի վերափոխեցին, չափազանց փոքր ու թույլ օվկիանոսով կամ նույնիսկ գետով նավարկելու համար։ Նրան տարան մի փոքրիկ լճակ։ Ամեն երեկո նա տեղափոխում էր լիքը սատկած ձկներ։ Երրորդ ծառը շատ շփոթված էր, երբ փայտահատն իրեն կտրտեց եւ վերածեց ամուր գերանների եւ թողեց սղոցարանում։ «Այսինչ կատարվեց», զարմացավ նախկին բարձրահասակ ծառը։ «Ես միայն ուզում էի կանգուն մնալ եւ Աստծո տեղը ցույց տալ»։ Անցան շատ օրեր։ 3 ծառերը գրեթե մոռացան իրենց երբեմնի երազանքի մասին։ Բայց մի գիշեր ոսկյա աստղալույսով ողողվեց առաջին ծառը, երբ մի երիտասարդ կին մսուրի մեջ դրեց իր նորածին բալիկին։ «Երանի կարողանայի նրա համար օրորոց պատրաստել», շշնջաց ամուսինը կնոջ ականջին։ Երիտասարդ մայրիկը սեղմեց ամուսնու ձեռքն ու ժպտաց նայելով շողացող աստղալույսին, որ տարածվել էր մսուրի վրա։ «Այս մսուրը շատ գեղեցիկ է», ասաց նա։ Եվ հանկարծ առաջին ծառը հասկացավ, որ իր մեջ պահում էր աշխարհում երբևէ լավագույն գանձը։ Մի ուշ երեկո հոգնած մի ճամփորդ իր ընկերների հետ բարձրացավ ձկնորսական նավը։ Հոգնած ճամփորդը նավակ մտնելուն պես քնեց,
ու երկրորդ ծառը լուռ նավարկեց դեպի լիճը։ Հանկարծ ամպրոպ սկսվեց ու փոթորիկ բարձրացավ։ Խեղճ նավակը դղրդաց։ Նա գիտեր, որ ինքն այնքան ամուր չէր, որ կարողանար այդ նավարկողներին ապահով տեղ հասցնել։ Բայց հոգնած տղամարդուն արթնացրին նրա ընկերները, եւ նա կանգնելով նավակի մեջ ձեռքը պարզեց եւ ասաց. «Խաղաղվիր»։ Փոթորիկն անմիջապես դադարեց։ Եվ հանկարծ երկրորդ ծառը հասկացավ, որ ինքը տեղափոխում էր երկնքի եւ երկրի թագավորին։ Մի ուրբաթ առավոտ երրորդ ծառը ցնցվեց, երբ իր գերանները դուրս բերվեցին վաղուց մոռացված փայտակույտից։ Նա շատ լարված էր, երբ իրեն տանում էին կատաղած ամբոխի միջով։ Նա դողում էր, երբ իր վրա մեխեցին երիտասարդ մի տղամարդու ձեռքեր։ Եվ նա իրեն զզվելի, դաժան ու վայրենի զգաց։ Բայց երբ կիրակի առավոտյան արևածագին երկիրը դղրդաց նրա տակ, երրորդ ծառը հասկացավ, որ Աստծո սերը փոխել էր ամեն ինչ։ Այդ սերը առաջին ծառին գեղեցկացրել էր, երկրորդին ուժեղացրել։ Եվ ամեն անգամ, երբ մարդիկ մտածում էին երրորդ ծառի մասին, ակամա մտածում էին Աստծո մասին։ Եվ դա շատ ավելին էր, քան ամենաբարձրահասակ ծառ լինելը։